Բարի օր սիրելի հայրենակիցներ, երկրորդ կարծիքն է եթերում, իմ տաղավարում այսօր հյուրընկալել եմ Հայակվե միավորման նախագահ համակարգող Ավետիք Չալաբյանին։ Բարև ձեզ, պարոն Չալաբյան, ուրախ եմ ձեզ տեսնել իմ տաղավարում։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով, պարոն Չալաբյան, օրերս դուք ասուլիսով հայտարարեցիք պաշտոնապես ընտրություններին մասնակցելու ձեր մտադրության, պատրաստակամության մասին եւ ներկայացրեցիք Հայաստանի Հանրապետության ձեր թիմի տեսլականը, թե ինչպիսին եք պատկերացնում Հայաստանի Հանրապետությունը, բայց առաջին հարցը ուզում եմ տալ իշխանությունները վճռական են, որովհետև ինչպես իմ հյուրերից մեկը ասաց, եթե չեմ սխալվում, Վիգեն Հակոբյանն էր, իշխանությունների համար սա կյանքի եւ մահվան խնդիր է, լինել չլինելու խնդիր է եւ իրենք ամեն քայլի գնալու են, որպեսզի այս ընտրություններին կարողանան հաջողել եւ վերարտադրվել եւ հանրության հետ շփումներում ես հասկանում եմ, որ այս իշխանություններին ընտրելու գայթակղությունը նրանց մոտ խաղաղությունն է։ Բոլորը ասում են, մենք նրանք, ովքեր որ գնալու են ընտրելու, գնալու ենք այս իշխանություններին ընտրենք, որպեսզի մեր երեխաները խաղաղության մեջ ապրեն, այս իշխանությունները մեզ խաղաղություն են բերել, տեսեք սահմանին կրակոցներ տևական ժամանակ է չկա եւ հիմա գնում ենք Ադրբեջանի հետ բարեկամության, հետեւաբար խաղաղությունը երաշխավորված է։ Ընդդիմությունը միշտ ասում են, օրինակ փորձագետները, որ ընդդիմությունը համարժեք այլընտրանք չի առաջարկում այդ խաղաղությանը, որպեսզի մարդիկ գնան եւ իրենց քվեները տան ընդդիմությանը։ Համաձայն եք այս մտքի հետ եւ ընդդիմությունը մասնարարպես ձեր թիմը ինչ ունի առաջարկելու ընդդեմ այս իշխանությունների խաղաղության։ Մեկ արմատապես համաձայն չեմ եւ ընդհանրապես համաձայն չեմ, որ այս իշխանությունները խաղաղություն են բերում, դա խաղաղության պատրանք ընդհանրապես, որը մենակ մի նպատակ ունի՝ մեր ժողովրդին խաբել, գլխի տակ փափուկ բարձ դնել եւ պատրաստել մեր ժողովրդին նոր կորուստների, նոր աղետների։ Նախ եկեք հասկանանք այն, այսպես ասած, ժամանակավոր զինադադարը, որ մենք այս պայն ունենք, ինչ գնով է ձեռք բերվել, հա։ Ձեռք է բերվել Արցախի հանձնմամբ, որի համար մինչ այդ մենք 35 տարի պայքարում էինք, արուն էինք տալի, քրտինք էինք տալի, կյանք էինք տալի, նվիրում էինք տալի եւ այլն, Արցախը հանձնվել է եւ այս իշխանությունը փորձում է ոչ միայն Արցախը հանձնել, այլև նրան մոռացության տալ։ Մոռացության, որովհետեւ երբևիցե ոչ մեկ չվերադառնա դրա մասին չխոսա։ Դա կներեք խաղաղության, եթե նույնիսկ դա բերեր խաղաղության, շատ մեծ գին է, համաձայնվեք, հա։ Երկրորդը, ադրբեջանական զինված ուժերը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում եւ մի վարկյան նույնիսկ չեն մտածում դուրս գալու մասին, ընդհակառակը որտեղ նրանք գտնվում են, դիրքավորվում են, ամրաշինություններ են կառուցում, ճանապարհներ են կառուցում, վերջերս մենք Վարդենիսի համայնքում էին գտնվում, որ ամենատուժածներից մեկն է, ադրբեջանական ագրեսիայից, որտեղ 22 թվականից սկսած ադրբեջանցիները պրակտիկորեն ամբողջ սահմանագծով առաջ են եկել եւ գերիշխող դիրքեր են գրավել, բերել է բարի բուն իմաստով կյանքի խաթարման, այնտեղ գյուղեր կան, օրինակ Վերին Շորժան, որը ամենամոտիկներից մեկը Ադրբեջանի գյուղը դատարկվել է այս ընթացքում, ոչ մեկ դրա մասին չի խոսում։ Գյուղը դատարկվել է փաստացի, որովհետև մարդիկ զրկվել են առօրդավայրերից, մարդիկ զրկվել են իրենց կյանքի միջոցներից, գյուղը գտնվում է անմիջական կրակի զոնայում։ Նույնը ներքին հանդը Սյունիքում։ Մարդիկ զրկվել են իրենց գերեզմանոցից, իրենց եկեղեցուց, իրենց աղբյուրներից, թշնամին անմիջական նշանառության տակ է պահում գյուղը։ Եվ նորից եմ ասում, մի վարկյան նույնիսկ չեն մտածում նահանջելու մասին, ամենուրեք ընդհակառակը դիրքավորվում են, ամրաշինվում են։ Իսկ կներեք, Գիրանցի մասին իշխանությունները ասում են երբևէ այսքան խաղաղ չի եղել, հա, հանձնելուց հետո, երբ որ սահմանագը եկան մտան գյուղ ադրբեջանցիները, իրենք ասում են երբևէ այսքան խաղաղ չի եղել։ Բայց մի բան ես ասում եմ, հիմա ամենախաղաղ տեղը Ստեփանակերտն է, որտեղ ինքը դատարկված է հայերից։ Եկեք Երևանը հանձնենք այդ նույն տրամաբանությամբ։ Դատարկվի հայերից ինքը էլի խաղաղ կլինի։ Այսինքն պետք է հասկանալ ինչ է նշանակում խաղաղություն։ Եթե խաղաղությունը տեղի ունենում հանձնման, ազնատուր լինելու գնով, դա խաղաղություն չի, դա լրիվ ուրիշ բան է, հա։ Հիմա նույն կերպով, ասենք, տառացիորեն մեկ շաբաթ առաջ, հա, հայտնի դարձավ այն հրեշավոր դատավճիռների մասին, որ մեր 19 պատանդները ստացան Ադրբեջանում, բայց դա նույնիսկ բավարար չէր։ Ադրբեջանի բռնապետը հայտարարեց, որ նրանք նացիստներից էլ վատ են եղել։ Հիմա գնայք ինչ է նշանակում նրանք նացիստներից վատ են եղել, 19 հոգին, թե մենք բոլորս, որովհետև այդ նացիստական պիտակը նա փորձում էր կիրառել ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ։ Եվ նա հեռագնա է դա ասում։ Ով որ դա չհասկացավ, պետք է հասկանա, որ հենց Փաշինյանը, եթե հանգարց Փաշինյանը վերընտրվի, այդ խոսույթը բերվելու է շրջանառության մեջ եւ փորձվելու է ամբողջ աշխարհում, անավանդ նրանք մեծ գումարներ են դրա վրա ծախսում, լոբիստական աշխատանքում եւ այլն, ամբողջ աշխարհում փորձելու է
բան այդպես կերպար կա հիմա կերտվի, որ հայերը նացիստներ էին, հայերը ռազմական հանցագործություններ են անում եւ այլն, թեև ուղիղ հակառակն է, բայց այս իշխանությունը դրան չի հակադարձում։ Մի խոսք չի ասվել։ Մի խոսք ի հակադարձում չի ասվել, որ ինչ ես խոսում։ Այդ ձեր զինվորներն են, որ մեկ կացինով մարդու գլուխ են կտրում, հայերի աշկու ականջ են հանում, բանի կնոջ կրծքի վրա բան են նկարում եւ այլն, հա, սպանում հետո նկարում են, անդամը հատում են, հետո ան նացիստ է, որ դու եկել մեզ նացիստ ես ասում։ Բայց չէ, այս իշխանությունը լռում է, ինչի համար, որտեղ ուզում է այդ խաղաղության պատրանքը ստեղծի իր վերարտադրության համար, կեղծ է, կեղծիք է, ոչ մի խաղաղություն էլ չի լինի sense իշխանության օրոք շատ բարձ պատճառով։ Ի սկզբանե պատերազմը այս իշխանությունն է բերել։ Մինչև այդ Ադրբեջանը փորձել է պատերազմով մեզ սպառնել, չի ստացվել իր մոտ։ 16 թվականին իրանք նախաձեռնել են պատերազմական գործողություններ, հակահարված են ստացել, մեղմ ասած վեր են ընկել տեղները։ Ինչի՞ իրանք 20 թվականին իրանք մոտ ստացվել։ Որովհետև 18 թվականից ի վեր իրանք տեսել են այս իշխանության պարտուղական կեցվածքը, տեսել են, որ այս իշխանությունը պատրաստ է ամեն ինչ հանձնել, մենակ թե կարողանա Թուրքիայի եւ Արևմուտքի հետ հարաբերություններ ստեղծի։ Հանուն այդ նպատակի նա պատրաստ է Ադրբեջանի ցանկացած բան հանձնել։ Եվ այդ հանձնումները չեն վերջացել, որտեղ Ադրբեջանը կներեք նոր ցուցակ է բերել։ Ինքը ասում է թող արևմտյան Ադրբեջան, ադրբեջանցիները վերադառնան այդտեղ ապրեն։ Կոնդը ընդհանրապես ասած կոնդը մեր ադրբեջանական թաղամասը եւ այլն։ Հիմա ով ինչ երաշխիք ունի, որ Փաշինյանի վերարտադրության դեպքում Ադրբեջանը նորից չի բացի իր ցուցակը, մանան ցուցակում մեծ քանակությամբ բաներ կան, կետեր կան, հա, չի բացի ցուցակը ու չի բերելու դնելու, ասես սկսեք այս ցուցակը կատարել։ Ոչ մի երաշխիք չկա, ընդհակառակը Ալիևը անընդհատ խոսում է դրա մասին, անընդհատ ոնց որ տալիս է այդ ուղերձները։ Ուղղակի ասում է, հա, դե մենք շահագրգռված ենք, որ Փաշինյանը վերարտադրվի, որտեղ Փաշինյանը ամենաթույլ իշխանությունն է, Փաշինյանն այն իշխանությունն է, որը պառակտել է իր երկիրը, զրկել է երկիրը դաշնակիցներից, օդից կախված իշխանավորը, իր այդ ամենահեշտն է լինելու հարցուցել։ Ամենահեշտ, ամենաթույլ իշխանությունն է, քանի Փաշինյանն է, մենք կարանք ընդհանրապես մի փամփուշտ էլ չկրակենք։ Ինչի՞ համար մի փամփուշտ կրակենք, եթե կարելի առանց մի փամփուշտ կրակելու էլ ամեն ինչ ստանալ։ Մինչև ամեն ինչ մի առանց մի փամփուշտ կրակելու ինչ է ստացել։ Արցախը իհարկե փամփուշտ կրակել են, բայց 23 թվականին Փաշինյանը հրաժարվել է Արցախը պաշտպանել։ Ինչ հիմնավորմամբ մինչև այդ մարդը չի բացատրել, ինչի էր հրաժարվում Արցախը պաշտպանել։ Կարող է պաշտպանենք, կարողանանք պահենք Արցախը։ Կարող է պահենք։ Ով որտեղ է այդ հիմնավորումը, որ մենք չենք կարող Արցախը պահենք։ Եթե արցախցիները շրջափակման մեջ 10 ամիս շրջափակման մեջ գտնվելուց հետո վարելիք չունենալով, սնունդ չունենալով, այդ դժվարության մեջ գտնվելով, տղամարդիկ համատարած դուսեկան դիրքերը կռվեցին։ Ինչի Հայաստանի Հանրապետությունը այս չաջակցեց։ Կարա ինչ-որ մեկը դա բացատրի, ոչ մեկ մինչև հիմա չի բացատրել։ Ոչ մեկ։ Ով ասում որ չեն կարող Արցախը պաշտպանենք։ Հենց այդ, այսինքն այդ պարտուղականությունը երբեք էլ չի բերում խաղաղության, ինքը բերում է զիջումների, որտեղ խաղաղության գինը զիջումն է։ Աղվեսը գալիս է ամեն անգամ, ասում է կացինես կբերեմ մի ձակդ պտի տաս։ Ու հիմար կկուն անընդհատ մի ձակ տալիս է։ Էլ ձակել չի մնացել հասկանում եք։ Իդեպ ձեր թիմից պարոն Քերոփյանն էր բարձրաձայնել նաև, որ հիմա ոչ միայն անառիկ են, հա, սահմանները, այլև այսպես կոչված face control են անցնում մեր զինվորները սահմանին, ադրբեջանցիների մոտ եւ նրանց սահմանափակ քանակությամբ զենք եւ սնունդ է թույլատրվում, բնայից համենայն դեպս միջև օրս որևէ չէ, եղել է, տեսեք ինչ տեղի ունեցավ։ Բնայից անընդհատ խուսափում են այդ թեմայից, որովհետեւ դա Սևլեջի շրջակայքում է, եւ հետո փաստերի ծանրության տակ, մասնապես այո, իմ գործընկեր Ավետիք Քերոփյանի ներկայացած փաստերի ծանրության տակ, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ստիպված եղավ ընդունել այդ փաստը, պարզապես ասեց ես մեղավոր չեմ, որ ես դարձա Պաշտպանության նախարար, արդեն այդպես էր, մենք չկարողացանք ոչ մի բան փոխենք։ Չի իսկապես այդպես է, այսինքն հայ զինվորները, երբ որ հերթափոխ է տեղի ունենում, իրանք անցնում են ադրբեջանական դիրքի դիմացով, որովհետև նենց է սահմաններ արած, ինչ որ իմաստով ադրբեջանցիները առաջ են եկել, փաստորեն մտել են մեր թիկունքը։ Իրանք չեն կարող հանեն, այն դիրքն էլ, որը դրա արդյունքում այդ խոցելի վիճակում է հայտնվել, հետ չեն բերում, զինվորները ամեն անգամ ադրբեջանական դիրքի դիմացով են գնում։ Ինք հաստատեց։ Դիրքի դիմացով թե հենց իրենց միջով են գնում եւ նրանք էլ ստուգում են ինչքան զենք կա իրենց ձեռքը, ինչքան սննդի պաշտպան։ Չեմ կարող մինչև վերջ պնդեմ, որ այդպես են ներկայացրել։ Հնարավոր է, որ ստուգում են։ Նաեւ Տիգրան Աբրահամյանն էր դրա։ Հա, հնարավոր է, որ ստուգում են, որովհետեւ այո, ճանապարհը իրենց բանով անցնում, այո։ Հիմա նորից վերադառնանք, տեսեք, եւ ես ուզում եմ ձեր հարցի երկրորդ մասն էլ պատասխանեմ, էլի։ Ընդդիմությունը ինչ է։ Երբ որ խոսում ենք, ես նորից էլի չխոսամ ընդդիմության համար, որովհետեւ հայակվեն ըստ էության եւ այս իշխանությունից է տարբեր եւ ընդդիմությունից է տարբեր զգալի չափով, հա։ Մենք ասում ենք հետեւալ, այո, մենք ինչ ենք առաջարկում, եկեք դրա վրա կենտրոնանք։ Մենք ասում ենք հետեւալը։ Խաղաղությունը հնարավոր է, եթե դա հենված է սեփական ուժի վրա։
սեփական ուժի վրա, չունենաս ուժ չես կարող խաղաղության հասնես, դա անհնար է, թույլին ոչ մեկ խաղաղության շնորհ չի տալի, եթե նույնիսկ ժամանակավոր քեզ թույլ են տալի, հետո մեկը գալու են ձեռից տառնեն, դա ակնհայտ է, մենք տեսնում ենք աշխարհը մեր շուրջը ինչ է տեղի ունենում, մենք տեսնում ենք, որ նույնիսկ ուժեղներին հաճախ թույլ չեն տալիս, առավելևս թույլերին խաղաղություն չեն տալի, թույլերին խաղաղություն են տալու միայն ստրուկի կարգավիճակով, որը նշանակում է, որ պետք է կենտրոնանաս սեփական ուժդ ավելացնելու վրա։ Հիմա սեփական ուժը մի գիշերվա մեջ չի ավելանում, հա, բայց եթե դու դրա վրա չկենտրոնանաս, երբեք չի ավելանա։ Դու պետք է գիտակցաբար որոշես, որ Հայաստանի կենսունակության, հարատևության, երկարակեցության, նաև բարեկեցության հիմնական բանալին ուժեղ լինելն է, ուժեղ, ոչ թե թույլ։ Ուզում եմ հատուկ դա շեշտել։ Դե ուժեղ կարելի է տնտեսապես լինել, ռազմական առումով։ Չէ, եւ այն, որովհետեւ տեսեք, դա երկրորդ կարևոր դրույթն է։ Ռազմական ուժը առանց տնտեսական հզորության անհնար է։ Դու չես կարող սպառազինվել, դու չես կարող ունենալ ժամանակակից բանակ, դու չես կարող կիրառել ժամանակակից ռազմական տեխնոլոգիաներ, եթե դրա հետևում չկա աղքատ երկիր։ Այո, եթե դրա հետևում տնտեսական ուժ չկա։ Բայց ես ասեմ հետեւյալը. մենք իրականում այս ամեն ինչի մեջ նաև լավ նորություններ ունենք։ Եվ ի հեճուկս ինչ որ իմաստով էս իշխանության տարած անհեթեթ ըստ էության ազգակործան հակազգային քաղաքականության մեր ժողովուրդը, մեր ազգը իր ներսում այնքան ռեսուրս ունի, որ ինքը անընդհատ այդ ուժը ոնց որ վերարտադրում է, նույնիսկ ի հեճուկս։ Տեսեք, այս տարիների ընթացքում Հայաստանում ծնվելով ըստ էության, ծնվելով բարձր տեխնոլոգիական, քաղաքացիական սեկտորից առաջացավ ռազմաարդյունաբերական սեկտոր, ռազմաարդյունաբերական ընկերություններ։ Այն ռազմաարդյունաբերական ընկերությունները, որոնք այսօր աշխատում են եւ արդեն սպառազինություն են արտադրում եւ մատակարարում են մեր բանակին։ Իրենք 5 տարի առաջ չկային պարզապես, իրենք բոլորը ծնվել են քարորյա պատերազմից, ներողություն 44-րդ պատերազմից։ Ծնվել են դրանից, այսինքն սկսել են այդ ժամանակ գործել կամ դրանից մի քիչ առաջ, կամ դրանից մի քիչ հետո, գիտակցելով, որ մեր բանակը բազմապիսի սպառազինության կարիք ունի եւ ամեն սպառազինություն չի, որ դու կարող ես դրսից առնել կամ առնելուց հաճախ մի քանի անգամ թանկ ես առնում։ Օրինակ ես վերջերս անդադնես թմկահարվեց, որ մենք Միացյալ Նահանգներից դրոններ ենք առել, մենք Միացյալ Նահանգներից դրոններ առել ենք հետախուզական կարգ։ Հետախուզական, այո։ Այդ դրոնները առել ենք հատը մոտավորապես $5 միլիոն եւ մի քիչ ավել, այդ պատկերացմամբ $11 միլիոն ընդհանուր կոնտրակտը 20 միլիոն դրոնի մասին, 20 հատ դրոնի մասին խոսքը գնում, այսինքն հատը $5 միլիոնով։ Հայաստանում այդ կարգի դրոն դրան մոտ պարամետրներով կարելի է արտադրել $100,000 մոտավորապես 5 անգամ էժան։ Այսինքն եթե դու սեփական ռազմաարդյունաբերություն ունես, դու կարող ես նույն խնդիրները շատ ավելի էժան լուծել, նույն խնդիրները շատ ավելի օպերատիվ լուծել, Միացյալ Նահանգներից կամ ուրիշ մեծ երկրից սպառազինություն առնելը իդեպ բարդ process է, որովհետև տարբեր տեսակ ինստանցիաներ անդեղ անցնում, թույլտվություններ, ապա ձեռքբերել այստեղ դու դա արագանում ես եւ այլն։ Դա մի լավ նորություն է, մեր ռազմաարդյունաբերությունը զարգանում է եւ եթե այս իշխանությունը չներ, կզարգանար պատասխանատու ձեզ ասում եմ 3 անգամ ավելի արագ։ Այս իշխանությունը հսկայական քանակությամբ խոչընդոտներ է ստեղծում ռազմաարդյունաբերության զարգացման համար եւ առնվազն որևէ կերպ չի օգնում։ Այսինքն մասնավոր սեկտորում է զարգանում, պետությունը որևէ կապ չունի։ Միայն մասնավոր։ Պետական ռազմաարդյունաբերական բյուջեն քրոնիկ կերպով թերակատարվում է Փաշինյանի իշխանության բոլոր տարիների ընթացքում։ Վերցրեք բյուջետային տեղեկանքները, գիտեք ինչ ձև է կատարվում։ 1/4-ն հատկացված գումարների ծախսվում։ 1/4-ը չեն կարող մարդիկ ուղղակի ոչ կոմպետենցիա ունեն, ոչ ցանկություն։ Բյուջեում հատկացվում է, որ ցույց տան, որ արվում են, հետո չեն ծախսում այդ փողը։ Երկրորդը, այս ընթացքում մենք եկել ենք այն համոզման, որ ինչքան էլ Փաշինյանը փորձի կոտրել բանակը եւ սարքել նրան կամակատար, չկրվող, ըստ էության, հա, իրականում սահմանապահ ոչ թե բանակ, իսկ բանակն ու սահմանապահ դա տարբեր բան են, սահմանապահը պահպանության ֆունկցիա իրականացնում։ Բանակը պաշտպանության եւ ըստ անհրաժեշտության նաեւ հարցակցական ֆունկցիա իրականացնող կազմակերպությունն է։ Իր ֆունկցիաները էապես տարբերվում են ցանկացած սահմանապահ զորքից, ամեն հարգանքով ցանկացած սահմանապահի նկատմամբ, հա, բայց բանակի սահմանապահի ֆունկցիան տարբեր է։ Հիմա Փաշինյանը փորձում է բանակը վերածել սահմանապահ զորքի, բանակը դիմադրում է դրան։ Մենք տեսնում ենք, որ բանակը տարբեր տեղերում, տարբեր մակարդակների, դրանք կլինեն վարչապետեր, բրիգադների հրամանատարներ, գումարտակների հրամանատարներ, կորպուս, իրանք փորձում են այնուամենայնիվ բանակաշինությունը շարունակել, փորձում են բանակը զարգացնել, սպառազինել եւ այլն եւ այլն։ Փաշինյանը այդտեղ ինչ չի կարող բոլոր գեներալներին միանգամից գործից անի, մեծ մասին հանել է իրականում, բայց նույնիսկ այն նորերը, որոնք գալիս են, որոշակի պատվախնդրություն ունեն, փորձում են գիծը շարունակեն երկրի պաշտպանության, հա։ Այդ երկրորդ լավ նորությունն է։ Երրորդ լավ նորությունը հետեւյալն է։ Մեր տնտեսությունը շարունակում է աճել։ Մեր տնտեսությունը շարունակում աճել։ Իհարկե, մեր գնահատմամբ, նայելով անցյալ տարվա տվյալները եւ այլն, աճի զգալի մասը սպեկուլյատիվ է։ Օրինակ անցյալ տարի աճի զգալի մասը եկել է ֆինանսական սեկտորից, որը պայմանավորված է ռուսականն։
մեծ ֆինանսական հոսքերով Հայաստանի միջով եւ որը կարող է կանգնել ամեն րոպե, եթե Ռուսաստանը խաղաղության պայմանագիր կնքի Ուկրաինայի հետ, որտեղ այդ ֆինանսական հոսքերը դրանով են պայմանավորված։ Իրանց սեփական բանկերը չեն կարողանում այդ գործառույթները իրականացնել, օգտագործում են հայկական բանկերը։ Երկրորդը տարվա վերջին նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին Հայաստանով սկսել է մեծ նորից, այսպես ասած, տրանզիտային հոսքեր գնալ էլի Ռուսաստանից։ Մինչև վերջ դեռևս չգիտենք ինչ ապրական տեսակներ է, կուսամնասիրենք։ Դեռևս վիճակագրությունը հասանելի չի, բայց մենք տեսնում ենք, որ նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին հսկայական ցած կա տեղի ունեցել մշակող արդյունաբերության մեջ, որը հատուկ բացատրություն չի կարող ունենալ, որտեղ չէ՞ որ ասենք 100 գործարանի կողքին մեկ էլ նոյեմբերին ու դեկտեմբերին եւս 30 նոր գործարան են աշխատել, չէ, բայց եթե 30% ավելանում է, նշանակում է որ մեծ տրանզիտային հոսք կա։ Այսինքն ծավալներն են ավելացել։ Ծավալները կտրուկ ավելացել են, հա, բայց իդե դա նաեւ ցույց է տալի, որ եթե Հայաստանը իրեն կարողանում է ճիշտ դիրքավորել Արևմուտքի եւ Ռուսաստանի միջև, կամ ենթադրենք Ռուսաստանի եւ Մերձավոր Արևելքի միջև, հա, կամ Մերձավոր Արևելքի եւ Չինաստանի միջև եւ այլն, ինքը կարողանում է կարևոր տրանզիտային հոսքերից, հա, բայց մի բան ձեզ ասեմ, տեսեք, դա մի կողմից այդքան լավ չի, բայց մյուս կողմից եթե դա բերում է կապիտալ, եւ դու այդ ավելի շուտ ֆինանսական ռեսուրսներ, եւ դու կարողանում ես այդ ֆինանսական ռեսուրսները վերածես կապիտալի, դա լավ է, ինչ որտեղ երկիրը դրանից շահում է։ Դու պետք է կարողանաս այդ գումարները երկրիդ ներսում վերածես ներդրումների, վերածես աշխատատեղերի, վերածես տեխնոլոգիաների եւ այլն։ Հիմա այդ բոլորը մեզ հիմք է տալի ենթադրելու հետեւելը։ Եվ վերադառնանք ելի ձեր հարցին մենք երկար ենք պատասխանում։ Մենք հնարավորություն ունենք մեր խաղաղությունը ապավելու ուժով։ Ուժով, ոչ թե բանի Ալիևից կախվածությամբ, այլ ուժով։ Այնքան ուժ ունենանք նաեւ, որ Ալիևը ստիպված լինի, ստիպված գլուխը կախ մեր գերիներել վերադարձնի։ Հետո այնքան ուժ ունենանք, որ ստիպված լինի ասի ես պատրաստ եմ հայերին Արցախում ընդունել արժանապատիվ կյանքի պայմաններ ապահովել։ Հա, Արցախը կարող է միանգամից այդ չվերադարձնի, բայց ստիպված լինի, որովհետև ամբողջ աշխարհում եք իր վրա ճնշում լինի։ Իսկ ամբողջ աշխարհը որպես իր վրա ճնշում գործադրես, դու պետք է կարողանաս իր լոբիստական ռեսուրսներից, ենթադրենք, մի քանի անգամ ավելի մեծ լոբիստական ռեսուրսներ ձևավորես։ Իսկ դա կախված է երկու բանից՝ քո տնտեսական հնարավորություններից եւ այդտեղ երրորդ բանն է գալի, ինչքանով է Սփյուռքի հետ համագործակցում։ Մենք տեսել ենք, որ Փաշինյանը Սփյուռքի հետ համագործակցությունը ոչ թե ձախողել է, ուղղակի բացասականի է բերել, զրոյից ներքև անգած։ Զրոյից ներքև անգած դուք տեսել եք այնպես բան, որ երկրի ղեկավարը գնա արտասահման, որտեղ ինքը գնում է իր դեմ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները ցույցեր են անում, բողոքի ակցիաներ են անում։ Ինչ են անում, որտեղ համարում են, որ դավաճան է այս մարդը։ Համարում են, որ ինքը երկրի շահերին դեմ է գործում, որ անում է ուղիղ հակառակը նրա ինչ որ պետք է։ Հիմա երբ որ դուք ասում եք ինչ պետք է անի նոր իշխանությունը, հա, ոչ թե ընդդիմությունը, նոր իշխանությունը, եկեք տենց ճիշտ ձևակերպեք։ Նոր իշխանությունը Սփյուռքի մեր ազդեցիկ բոլոր կենտրոնների հետ պետք է հարաբերությունները վերականգնի։ Պետք է հասնենք նրան, որ մենք համատեղ գործենք, որ եթե ես վաղը եղունակ գնամ Գերմանիա կամ գնամ Ֆրանսիա, այնտեղի հիմնական սփյուռքյան կազմակերպությունները գան նստեն հետս, խոսենք, պայմանավորվենք, որոշենք մեր գործողությունները, համատեղենք մեր ջանքերը, պետությունը արցենք օրինակ արտաքին գործերի նախարարության միջոցով եւ տեղի սփյուռքյան կառույցները նույն թիրախին խփեն։ Օրինակ մեր գաղափարներից մեկը նախընտրական հետեւյալն է։ Բոլոր դեսպանություններին կից ստեղծել տեղական խորհուրդներ, որոնք ներկայացված են տեղի ազդեցիկ սփյուռքյան կառույցները, որպեսզի այդ խորհուրդները միասին համակարգեն տվյալ երկրում հայկական լոբիստական գործունեությունը եւ որպեսզի նենց չստացվի որ դեսպանությունը մի գիծ է տանում ոնց օրինակ դա Միացյալ Նահանգներում այստեղի լոբիստական կառույցները ուղիղ հակառակ գիծ են տանում ուղիղ հակառակ նույնը Ֆրանսիայում է տեղի ունենում հայկական դեսպանությունը пассив ոչ մի բան չի անում տեղի Ֆրանսիա հայկական կառույցները ակտիվորեն կոնկրետ հայրենասիրական գիծ են տանում, որը օրինակ բերելանա, որ Ֆրանսիայի սենատը շատ ուշ գիտեք, վերջերս բանաձև ընդունեց, պահանջելով Ադրբեջանից գերների ազատում։ Հա, բայց այդպես մնաց։ Չէ, հասկանալի է, բայց ես ուրիշ բանի մասում։ Իհարկե մնաց, որովհետև պետությունը, մեղմ ասած, այդ էստաֆետը չի վերցնում, որpեսզի դա չմնա, հայկական պետությունը այդ գիծը պետք է շարունակի։ Ինչ անում Փաշինյանը, ասում է, մեր համար ամենակարևոր Ալիևի հետ հարաբերություններն են։ Եկեք ոչ մի կերպ այդ հարաբերությունները չփչացնենք։ Ինչի համար է իր համար կարևոր Ալիևի հետ հարաբերությունները։ Խաղաղության ոչ, իր իշխանությունը վերարտադրելու։ Իր համար Ալիևը այսօր այն մարդն է դարել, որը որոշում է ինքը կարողանա իր իշխանությունը վերարտադրել թե չէ։ Ալիևը այդ սահմանին մի երկու տեղ կրակի, այդ ամբողջ միֆը խաղաղության փլվելու է։ Իդեպ փլվել է արդեն նաև այս դատավճիռներով։ Այս դատավճիռները ցույց են տալի, որ խաղաղությունը կեղծիք է։
կեղծիք է, ուղղակի փորձում են նորից եմ ասում այդ պատրանքը ստեղծել, բայց հենց գալիս է իրական գործողությունների, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը ոչ մի խաղաղության մտադրություն չունի։ Ընդհակառակը, հողը նախապատրաստում ապագա ագրեսիաների համար, այլապես Ալիևը այն միջազգային լրագրողներին չէր ասի, որ հայերը նացիստներ են։ Դա հողը նախապատրաստում հետագա պատերազմների համար։ Դե Ալիևը ժամանակին հայտարարել է, որ ինչի տանկերով գնանք, եթե կարելի է խաղաղ մեքենաներով կամ քայլելով։ Իսկ մեքենաներով կամ քայլելով Հայաստանը կարելի է գրավել միայն անողնաշար իշխանության դեպքում, որը մենք ունենք այսօր։ Պարոն Չալաբյան, ասում եք, մենք պետք է ապահովենք մեր անվտանգությունը, հա, ռազմական առումով եմ նշում, հասկանալի է բանը, գուցե նաև ուրիշ բաներ եք նախատեսում, բայց որքանով է հնարավոր առանց ռազմավարական գործընկերոջ ապահովել այդ խաղաղությունը եւ տվյալ պետության անվտանգությունը։ Այո, այսօր մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական այնպիսի իրողություններում, որ միայնակ տվյալ պետությունը պատերազմի դեպքում, չգիտեմ, իմ կարծիքով դժվար թե հա կարողանա օրինակ դիմակայել, մենք գիտենք, որ մեր թշնամին մենակ չէ, քանի պետություններ են նրան սատարում եւ օժանդակում եւ ինչպիսի ռազմական օգնություն են նաեւ տրամադրում ընդհանուր միջև վարձկաններ, հա, կներեք, որ ընդհատում եմ։ Ժամանակին Ռուսաստանն էր մեր ռազմավարական գործընկերը այդ առումով եւ այս իշխանությունները ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանի հետ կապերը խզեն։ Դեռևս միայն տնտեսական կապերն են պահպանվում, ռազմականը խզվել է ընդհանուր միջև զենք գնելուց հրաժարումը։ Հիմա ձեր թիմը ինչպես է պատկերացնում այդ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, ռազմական անվտանգությունը եւ հզորությունը հնարավոր է առանց ռազմավարական գործընկերոջ։ Եթե հնարավոր չէ, ում եք պատկերացնում այդ դերում։ Տեսեք, իմ ասածից բնավ պետք չի հետևություն անել, որ մենք կարծում ենք, որ մեր անվտանգությունը պետքա ապահովի, այո, միայն մեր ուժերը, ոչ։ Երբ որ մենք ասում ենք, որ մեր անվտանգությունը պետքա հենվի ուժի վրա, ուժի երկրորդ բաղադրիչը դա ռազմավարական դաշինքներն են։ Առաջի բաղադրիչը սեփական պաշտպանական կարողություններն են, երկրորդ բաղադրիչը դա ռազմավարական դաշինքներն են։ Եվ այստեղ, այո, մենք տեսնում ենք մի իրողություն, երբ որ Փաշինյանը ըստ էության ռազմավարական դաշինքը Ռուսաստանի հետ այս ընթացքում կազմալուծել է։ Հիմա Փաշինյանը ինքը պնդում է, որ դա Ռուսաստանն է մեղավոր։ Հիմա տեսեք, մենք չենք ուզում մտնենք այդ հարցի մեջ, Ռուսաստանն է մեղավոր, թե Փաշինյանն է մեղավոր, թե երկու կողմն էլ մեղավոր են։ Ամեն հավանականությամբ Մեղմ ասած երկու կողմներ կարելի է ներկայացնել որոշակի մեղադրանքներ, հա, եւ եղել են որոշակի գործողություններ, որի արդյունքում վստահությունը խախտվել է։ Բայց հիմա մենք հարց ենք տալի մեզ։ Հիմա դեպի ապագա, եթե մենք գնում ենք, կարող է Իրան Հայաստանը թույլ տալ չգտնվել ընդհանրապես որևէ ռազմավարական դաշինքի մեջ։ Կարող է դա թույլ տալ, թե չէ։ Մեր գնահատման ոչ, որովհետեւ այն պայմաններում, երբ որ մեր կողքը կա ոչ թե Ադրբեջանը, որ իմ կարծիքով այդքան կրիտիկական չի, ինչքան Թուրքիան պետք է ունենա հակակշիռ։ Թուրքիային կարա հակակշռի այն ուժը, որը կամ ունի համապատասխան ռազմական կարողություն, կամ Թուրքիայի վրա ունի այն կարգի քաղաքատնտեսական ազդեցություն, որ Թուրքիան ստիպված է լինում նրա հետ հաշվի նստել։ Հիմա եթե մենք այդ ռազմաբանությամբ ենք գնում, ապա մեր ռազմավարական դաշնակիցը կամ պետքա լինի Ռուսաստանը, կամ պետքա լինի Չինաստանը, որ մի քիչ բարդ բան եմ ասում, բայց տեսականորեն կարելի է նույնիսկ այդպիսի վիճակ պատկերացնել, որովհետև Չինաստանը Ռուսաստանից էլ մեծ ռազմական կարողություն ունի։ Մենք ուղղակի երբեք դա չենք դիտարկել։ Բայց Թուրքիայի վրա ազդեցություն ունի այդպիսի Չինաստանը։ Չէ, բայց ասենք պատկերացրեք ռուսական բազայի փոխարեն չինական բազա լիներ։ Կարար չէ, մի քիչ հիպոթետիկ վիճակ եմ ասում, բայց կարա տենց բան լինի։ Եվ կամ մյուս տարբերակը, որ դա լինի Միացյալ Նահանգները, որը եւ ռազմական ուժին ունի եւ իդեպ Թուրքիայի վրա շատ մեծ ազդեցություն ունի, հա։ Այդ տարբերակներից մեկը պետքա նյութականացվի, այլապես մենք անընդհատ խոցելի վիճակում ենք գտնվելու Թուրքիայի նկատմամբ։ Ես ինքս անձամբ եւ Հայկվեն ընդհանրապես կարծում եմ, որ մենք պետքա գործենք հայկական շահից ելնելով եւ ոչ թե ի սկզբանե ասենք լավը Ռուսաստանն է, Ամերիկան վատը, կամ Ամերիկան լավն է, Ռուսաստանը վատն է։ Չէ, մենք պետք է տեսնենք, որ կողմն է մեր համար ամենաերկարաժամկետ, ամենախորքային, ամենառազմավարական ինչ-որ իմաստով, նաև արժեքահեն տարբերակը առաջարկում։ Եվ այդ տարբերակը պետք է դրանից հետո ընդունել։ Մենք չենք կարող ունենալ մի վիճակ, երբ որ մեղմ ասած ոչ մեկ մեր առաջ պատասխանատվություն չի ստանձնում։ Բայց որպեսզի որևէ մեկը մեր առաջ պատասխանատվություն ստանձնի, դա կլինի Ռուսաստանը, Չինաստանը, թե Միացյալ Նահանգները, որոնք իդեպ աշխարհի 3 խոշորագույն ռազմական գերտերություններն են, հա։
Դրանցից մեկը, դրանցից յուրաքանչյուրը պետք է սեփական շահ ունենա նաև։ Իսկ սեփական շահը, այդ կողմերի սեփական շահը դու կարող ես ապահովել մենակ մի դեպքում, եթե դու ինքդ տեղից ուժեղ ես։ Տեղից ուժեղ ես։ Ես դրա օրինակ մի քանի հետաքրքիր օրինակներ ձեզ ասեմ, էլի, որ մենք նայում ենք աշխարհում ինչա տեղ ունենում։ Իսրայելի հիմնական ռազմավարական գործընկերը Միացյալ Նահանգներն են։ Ու մենք տեսնում ենք, որ այսօր Միացյալ Նահանգները հսկայական ռազմական հզորություն են կուտակել Իրանի շուրջը եւ ցամաքային եւ ծովային Իսրայելը պաշտպանելու համար, որովհետեւ ամբողջ խնդիրը դրանն է, որ Իրանը կարող է ձեռք բերի միջուկային զենք, այդ միջուկային զենք օգտագործի Իսրայելի դեմ։ Եվ այդ թեմայի շուրջն է, որ տեղի են ունենում բոլոր այս զարգացումները Իրանի շուրջը եւ Միացյալ Նահանգները հսկայական, այսպես ասած, խաղադրույք են դրել, հսկայական։ Ավիակիր երկու միավորումներ, որոնք դու պետք է պատկերացնենք, էլի, դա ամեն մեկը 10 հսկայական ռազմանավա, որոնցից մեկը ավիակիր, հա, ցամաքային բազաներ, հոբ միջոցներ են բերվել, մատակարարման հսկայական ցանցեր են կառուցվել եւ այլն, եւ այլն, մենակ այդ մի նպատակով Իսրայելը պաշտպանելու։ Հիմա ուրիշ օրինակ ձեզ բերեմ։ Բայց հակառակ կողմից է Ռուսաստանն է, չէ՞։ Չէ, բնական է, բնական է։ Հիմա ուրիշ օրինակ ձեզ բերեմ։ Հակառակ կողմից Ռուսաստանն ու Չինաստանն։ Վերցնենք Հյուսիսային Կորեան։ Հյուսիսային Կորեան ինչ որ իմաստով տարօրինակ պետություն է, բոլորս հասկանում ենք, հա, որ դա բռնատիրություն է, որ բավական աղքատ է նաեւ եւ այլն։ Բայց Հյուսիսային Կորեան Չինաստանի առանցքային դաշնակիցն է։ Ավելին Հյուսիսային Կորեան ըստ էության այս տարիների ընթացքում կարողացել է սեփական միջուկային զենք ստեղծել։ Եվ Չինաստանը մշտապես իրան պաշտպանում է, նաեւ Ռուսաստանն էլ է պաշտպանում։ Մենք տեսանք ինչպես Հյուսիսային Կորեայից կոնկրետ զորք եկավ Ռուսաստանի համար կռվեց, երբ որ պետք էր։ Այսինքն տեսնում եք այդ բաները դաշնակցային հարաբերությունները երկկողմանի են։ Երբ որ պետք եղավ իրանք եկան Ռուսաստանի համար կռվեցին, բայց հասկանալի է, չէ՞ որ եթե Հյուսիսային Կորեային սպառնալիք լինի, Ռուսաստանն ու Չինաստանն էլ նրան կպաշտպանեն։ Այսինքն մենք հայերս միշտ մտածում ենք դաշնակցային հարաբերությունների մասին միակողմանի։ Մենք մտածում ենք, որ ինչ որ մեկը մեզ պետքա պաշտպանի։ Դաշնակցային հարաբերությունները միակողմանի չեն, դաշնակցային հարաբերությունները բազմակողմ են։ Դու իրան պետքա պաշտպանես, ինքը քեզ պետքա պաշտպանի։ Մենք դա տեսնում ենք օրինակ ՆԱՏՕ-ի շրջանակներում։ ՆԱՏՕ-ի շրջանակներում բոլորը բոլորին պաշտպանում են։ Հա, հասկանալի է, որ Միացյալ Նահանգները շատ ավելի հզոր են, քան ՆԱՏՕ-ի ցանկացած անդամ։ Բայց ՆԱՏՕ-ին բոլորը բոլորին պաշտպանելու պարտավորություն ունեն։ Մենք նույն կերպ պետք է մտածենք մեր մասին, այսինքն մենք միշտ պետք է մտածենք, եթե ինչ-որ մեկը մեր դաշնակիցն է, ոչ միայն մեր դաշնակիցն է մեզ պաշտպանում, մենք էլ մեր դաշնակիցին ենք պաշտպանում։ Եվ այդ իմաստով այն քաղաքականությունը, որը իրականացրել է այս ընթացքում Փաշինյանը, փակուղային է, որովհետև դու ոչ մեկին չես պաշտպանում։ Ոչ մեկ քո վրա չի կարա հույս դնի, որովհետև դու ամենաանհուսալի, ամենաանվստահելի բանն ես դառել, կողմն ես դառել, որը անընդհատ ինչ-որ խաղեր է խաղում, վերջի խաղը ձեզ ասեմ, էլի, ասենք օրինակ Փաշինյանը այն ամբողջս ընթացքում օգտվել է եվրոպական աջակցությունից։ Հետո դուք տեսաք, որ Տրամպը ստեղծեց այսպես կոչված խաղաղության այդ բանը, խորհուրդը։ Այո։ Եվրոպական ոչ մի խոշոր երկիր չի մտել խաղաղության խորհրդի մեջ։ Ոչ մի, ոչ կարծեմ Ադրբեջանը չմտավ հրաժարվել։ Ոչ Բրիտանիան է մտել, ոչ Ֆրանսիան, ոչ Գերմանիան, չէ՞։ Փաշինյանը վազել գնացել էր խաղաղության խորհուրդը։ Հարց, եթե եվրոպացի դաշնակիցները, քո եվրոպացի դաշնակիցները, որոնք քեզ աջակցում են ամբողջ ընթացքում, դրան լուրջ չեն վերաբերվում։ Վերաբերվում են դրան որպես Միացյալ Ազգերի կազմակերպություն ինչ-որ իմաստով կազմալուծելու, կազմաքանդելու, թույլատնելու միջոց։ Դու ինչ ես վազում գնում այնտեղ։ Խաղաղություն բառը լսել երևի գնացել է պարոն Չալաբյան։ Որը նույնից եմ ասում, էլի ցույց է տալի, որ Փաշինյանի դեպքում մեր արտաքին քաղաքականությունը, մեր դաշնակցային քաղաքականությունը իր տակը լուրջ ռազմավարական խորհրդություն չունի։ Պահային է շատ, իրավիճակային է, ռեակտիվ է, այսպես ասած, հա, որով դու չես կարող երկրի անվտանգությունը ապահովես։ Ուզում ես անվտանգությունը ապահովես, նախ պետք է բոլորի հետ ունենաս նորմալ աշխատանքային գործնական հարաբերություններ, երբևիցե խաղաքարտ չդառնաս իրանց խաղում եւ ընտրես ով է, այո, քո ռազմավարական դաշնակիցը, որովհետեւ ռազմավարական դաշնակից բոլոր դեպքերում մեր դեպքում պետք է։ Եվ պարոն Չալաբյան, շատ երկար կարելի է այս թեմաներով խոսել, կարծում եմ առիթ կլինի ավելի շատ փակագծեր է բացել, բայց կուզեմ նաև եկեղեցու հետ կապված, գիտեք ինչ է կատարվում եւ դուք նաև ասուլիսի ժամանակ նշել եք, որ առանձնահատուկ դեր եք հատկացնելու եկեղեցու պաշտպանությանը, նաև այնտեղ նշեցիք ոչ միայն հայ առաքելական Սուրբ եկեղեցին, այլ ընդհանրապես կրոնական կազմակերպությունները Հայաստանում գործող։ Օրինակ տեսեք Ռուսաստանում բոլորովին թույլ տվեք էլի համեմատեմ, այլ մոտեցում է այդ առումով, այնտեղ գերակա է համարվում իրենց եկեղեցին, մայր եկեղեցին եւ
Օրինակ աղանդները, որոնք Հայաստանում, եթե չեմ սխալվում, ձևակերպված են որպես կրոնական կազմակերպություններ, այնտեղ արգելվել են, մասնավորապես օրինակ Եհովայի վկաների գործունեությունը Ռուսաստանում արգելված է որպես ազգային անվտանգությանը սպառնալիք։ Հիմա Հայաստանում ինչպես եք պատկերացնում դա, արդյոք իսկապես մենք էլ չունենք այդ խնդիրը եւ ձեր տեսլականը, հա, այդ առումով հայ եկեղեցու, առաքելական եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը ինչպիսին պիտի լինի, արդյոք պետք է առանձնանա, արդյոք իսկապես եկեղեցին բոլորովին արկախ պետք է գործի, թե պետք է համագործակցություն լինի պետության հետ։ Տեսեք, մի քանի բավական բարդ խնդիրներ են, որոնք իդեպ նաև ասեմ, որ այդքան միարժեք չի իրանց լուծումը, որովհետև եթե մենք մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցուն հատուկ դեր ենք հատկացնում, նաև ինչ-որ իմաստով պատասխանատվություն ենք իր վրա դնում, դա էլ է պետք հասկանալ։ Նայեք, մի քանի մասից է բաղկացած պատասխանը։ Նախ մեր Սահմանադրության 18-րդ հոդվածը ընդգծում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու հատուկ դերը բոլոր կրոնական կառույցների շարքում, հա, այսինքն 18-րդ հոդվածը սահմանում է կրոնական կառույցների եւ պետության բաժանումը, որը արդարացված է, հա, բայց 18-րդ հոդվածը ընդգծում է, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին բացառիկ դեր ունի։ Եվ դա բնական է, որովհետև հայ առաքելական Սուրբ եկեղեցին մեր ինքնության առանցքային հենասյունն է եւ հուսով եմ, որ շարունակելու է որպես այդպեսին մնալ։ Դրանով հանդերձ որպես աշխարհիկ պետություն մենք չպետք է արգելենք այլ հավատացյալների իրավունքների իրացումը։ Չպետք է արգելենք, չպետք է սահմանափակենք։ Այստեղ բայց կա մի կարևորագույն վերապահում։ Եթե կրոնական կազմակերպության քողի ներքո գործում է օտարերկրագործակալական ուժ, որը փորձում է խարխլել մեր ինքնիշխանությունը, որը փորձում է խարխլել օրինակ բանակում ծառայելու, ենթադրենք, մղումը, հա, որը փորձում է կեղծ խաղաղասիրություն քարոզել, իրականում պարտվողականություն է քարոզում։ Գլոբալիզմ է քարոզում օրինակ։ Կամ հակազգային քարոզավարում եւ այլն, հա, հակազգային դավաճանական, պարտվողական եւ այլն։ Մենք պետք է օրինական միջոցներով կարողանանք այդ կազմակերպությունը, գործունեությունը արգելափակենք։ Ընդ որում կապ չունի դա կրոնական կազմակերպություն է, դա հիմնադրամ է, դա հասարակական կազմակերպություն է, նույնիսկ կրոնական կազմակերպություն չի առանձնացի։ Դա առանձին անհատ քաղաքացի է։ Եթե որևէ կողմ, որովհետեւ հիմա առանձին քաղաքացիներ են դա անում, նույնիսկ կուսակցությունն է եւ այլն, որևէ կողմ, որևէ կառույց վարում է հակապետական, հակազգային գործունեություն, մենք պետք է իր գործունեությունը կարողանանք իրավական հարթության մեջ արգելափակենք։ Դա նորմալ է, դա նորմալ է։ Բայց ես չէի ուզենա, որ միևնույն ժամանակ, ասենք, նորմալ կրոնական կառույցներին, ասենք, օրինակ հայ ավետարանչական եկեղեցու։ Մենք վերցնենք ու արգելափակենք միայն այն պատճառով, որ նա հայ առաքելական եկեղեցի չի։ Դա էլ հակառակ ծայրահեղություն կլինի։ Ի վերջո մենք պետք է գիտակցենք, որ մեր ազգային ժառանգության եւ նաեւ հոգեվոր ժառանգության մի մասը առաքելական չի։ Օրինակ Մխիթարյան միաբանությունը ֆորմալ տեսանկյունից կաթոլիկ միաբանություն է։ Թեև նրանք բավական մոտ են եղել եւ առաքելական եկեղեցուն եւ բնականաբար ազգային ավանդությանը, ազգային ինքնությանը։ Բայց պետք է գիտակցենք այդ տարբերությունը, դա նորմալ է։ Այն ինչ որ առողջ է, այն ինչ որ ազգային է, նորմալ է։ Այն ինչ որ հակազգային է, հակապետական է, դավաճանությունն է քարոզում, բնականաբար պետք է արգելափակել։ Հիմա վերադառնանք այն իրավիճակին, որ մենք ունենք այսօր։ Մենք ամբողջ 2025 թվականը անցկացրել ենք եկեղեցու պաշտպանության դիրքերում, ընդ որում եղել ենք այսպես ասած եկեղեցու պաշտպանության, այո, առաջի հրամատում, հաճախ եղել են դեպքեր։ Ես հիշում եմ, դուք գնում եք էջմիածնում եք։ Մենք հերթապահություն ենք սահմանում, օր ու գիշեր հերթապահություն ենք ունեցել, դեպքեր ա եղել, երբ որ տարածում վտանգի պահին առաջինն ենք այնտեղ գտնվել, մեր կոչով մնացած քաղաքացիներին ենք մոբիլիզացրել եւ այլն, հա։ Բայց մենք արմատապես համարում ենք, որ այս ամեն ինչ որ տեղի ունեցել մեր այդ 2025 թվականի ընթացքում, դա Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ օրենքների կոպիտ խախտումը Փաշինյանի եւ իր կամակատարների կողմից, իր կամակատարների, որոնք իր հետ այդ կեղծ պատարակներին են գնում կարգալույց արած հոգեվորականների փորձում են, ասենք, արգելափակել իրական հոգեվորականների կամ հավատացյալների մուտքը, ուժային գործողություններ են անում, սպառնալիքներ են հաղում հոգեվորականների, խառնվում են նրա գործերին, դատարանի միջոցով կարգալույց են վերականգնում, չնայած պատմության մեջ տես նախադեպ չկա, չէ, որովհետև դա հոգևոր իրականում խնդիր է, դա դատարանի իրավասությունից դուրս է։ Աշխատանքի իրավունքների վերականգնում։ Չէ, դա աշխատանքի իրավունք չի, դա նույնիսկ ասում հոգևոր կոչում է եւ դա տեղի չունենում աշխատանքային հարաբերությունների շրջանակներում։ Դա այդ ամբողջ ակնհայտ է։
Մենք կարծում ենք, որ իշխանափոխությունից հետո դրա համար պետք է լինի իրավական պատասխանատվություն։ Ավելին ձեզ ասեմ, դեռևս անցյալ տարի մենք հաղորդում ենք տվել հանցագործության մասին, բնականաբար այս իրավապահ համակարգը մեղմ ասած ֆուտբոլա խաղում հետ հաղորդման հետ քննիչը քրեական գործ չի հարուցում, չնայած պարտավոր է դատախազը իրան վերահսկող չի հարուցում։ Հիմա մենք բողոքարկել ենք դա դատարան ընդունել է վարույթ, կարծեմ մարտ ամսին պետք է որոշումը հրապարակվի եւ այլն, այսինքն, բայց մեր տեսանկյունից կարևոր է, որպեսզի մենք այդ հետևողականությամբ գնանք մինչև այն կետը, երբ որ դրա համար կլինի իրավական պատասխանատվություն, որովհետեւ մեր երկրի սահմանադրությունը եւ օրենքները դա այն խաղի կանոններն են, որոնք մենք պետք է ապրենք, որոնք մեզանից յուրաքանչյուրի իրավունքներն են պաշտպանում, ներառյալ իդեպ նաև եկեղեցու, բայց նաև մեր որպես հավատացյալների։ Որովհետև կներեք, որպես հավատացյալ ես ուզում եմ գնամ եկեղեցի եւ ունկնդրեմ պատարակը։ Ոչ թե գամ եկեղեցի ինքը դառնա մեղմ ասած քաղաքականության հերթական բանը, գործիքը։ Կրկեսի վերածվի։ Փաշինյանը գա իր այդ խամաճիկներով, իր այդ կամակատարներով աղմուկ աղաղակ սարքվի, սկանդալ սարքվի, կաթողիկոսի անուն զեղչվի եւ այլն։ Դա իմ որպես հավատացյալի, ձեր որպես հավատացյալի ֆունդամենտալ հիմնարար իրավունքների խախտում է, ու ես ուզում եմ, որ այդ խախտողը պատիժ կրի դրա համար։ Օրենքի ամբողջ խստությամբ եւ ես դրան հետամոտ եմ լինելու եւ մեր ամբողջ կազմակերպությունն է դրան հետամոտ լինելու։ Պարոն Չալաբյան, եւ մի կարևոր հարց է, մի քիչ էլ կողանամ ձեր ժամանակից, մեր ունկնդիրների ժամանակից։ Եվ ունկնդիրների եւ նաեւ ձեր գիտեմ, որ բազմազբաղ եք, շատ այսօր շատերին է հետաքրքրում, լավ, եկավ նոր իշխանություն, դիցուք, ասենք դուք եք գալիս եւ արդեն իսկ այս իշխանությունները որոշակի process-ներ են գործարկել, տեսեք, թշնամին մեր հողում է, մեր երկրում է, Արցախը չկա, Հայաստանի Հանրապետության անունից այս իշխանությունները հրաժարվեցին Արցախից եւ նվիրեցին Արցախը Ադրբեջանին։ Ինչ որ թրիփ նախագիծ է գործարկվում, չգիտեմ, որը կյանքի կկոչվի, թե կյանքի չի կոչվի, Ադրբեջանի հետ խաղաղության փաստաթուղթ են ուզում ստորագրել, Ադրբեջանը պահանջ է դրել սահմանադրություն փոխել եւ որքան հասկանում եմ նոր սահմանադրությունը գրեթե իրենց ասելով պատրաստ է եւ երևի թե ընտրությունների օրը այդպիսի նաեւ կարծիք կա կարող է դրվել հանրակրվեի, հա, սահմանադրությունը։ Հիմա այս բոլոր կործանարար process-ներին հնարավոր է վերջակետ դնել եւ սկսել օրինակ 0-ից չասեմ, տանել բոլորովին այլ ընթացքով Հայաստանի Հանրապետությունը, թե ուզած եկող իշխանությունը պետք է համակերպվի դրա հետ եւ շարունակի այդ գործընթացները։ Ոնց եք պատկերացնում։ Կարմիր գիծը հատած չէ արդյոք։ Նախ երկու ճշգրտում ցնեմ։ Այս իշխանությունները որքան էլ փորձել են Հայաստանի Հանրապետության անունից Արցախից չեն կարողացել հրաժարվել։ Շատ են փորձել։ Ընդամենը մի հատ հուշագիր են ստորագրել Պրահայում։ Չկա միջազգային պայմանագիր։ Ընդունել է, որ ադրբեջանական տարածք է։ Բայց չկա միջազգային պայմանագիր Հայաստանի համար պարտադիր ուժ ունեցող։ Չկա այդ պայմանագիրը գոյություն չունի, հենց այդ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը։ Խաղաղության պայմանագիրը ոչ ստորագրված է, ոչ էլ վավերացված է։ Ոստի չկա այդպիսի փաստաթուղթ, այդ մի ճշգրտում։ Երկրորդ ճշգրտում անեմ, ընտրությունների օրը սահմանադրությունը չի կարող հանրակրվեի դրվել, որովհետև դա մեր սահմանադրությամբ արգելված է։ Եվ իդեպ Փաշինյանը եւ իր Արդարադատության նախարարը եւս հայտարարել են, որ դա տեղի ունենալու ընտրություններից հետո բնական է, չեն կարող ընտրությունների օր անել։ Դա որպես ճշգրտում։ Հիմա անդրադառնանք ձեր բուն հարցին։ Ձեր բուն հարցը շատ կարեւոր է, շատ կարեւոր է։ Այո, Փաշինյանը մեր երկրի, մեր պետականության տակ մի հատ վիթխարի ական է դրել։ Եվ ցանկացած նոր իշխանություն իր ոտը դնելու է այդ ականի վրա։ Եվ չի կարողանալու հեշտ իր ոտը այդ ականից քաշել, որովհետեւ այդ ականը կպայթի արդյունքում։ Որը ինչ է նշանակում, որ ոչ մի նոր իշխանություն, ներառյալ նաև մենք, եթե մեր ժողովուրդը մեզ դա վստահ է, չի կարողանալու ինչ-որ կտրուկ քայլեր անել։ Կտրուկ քայլերը այո կբերեն նաև աղետալի հետևանքների։ Ոնց որ Փաշինյանն էր կտրուկ քայլեր անում, օրինակ գնում էր Ստեփանակերտում հայտարարում էր, որ Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Ինչի էր անում, որպեսզի պայթուն ստեղծեր։ Հատուկ էր անում։ Գրգռում էր, սադրում էր Ադրբեջանին, ինքն էլ է շատ լավ հասկանում, մինչև հիմա փորձում է հիմնավորել, որ ուրիշ է եղել նպատակը, բայց նպատակը եղել է Ադրբեջանին սադրել։ Իսկ ինչի էր այդ նպատակը, որպեսզի Ադրբեջանին լեգիտիմ հնարավորություն տալ պատերազմի։ Դա իդեպ նաև նորից էլի, երբ որ խոսում ենք խաղաղության մասին, պետք է հիշենք, որ պատերազմական աղետը մեր գլխին բերել է Փաշինյանը։ Բերել է մեր գլխին Փաշինյանը։ Նա է պատերազմի հիմնական, այսպես ասած, ջատագովը Հայաստանում։ Հիմա վերադառնանք ձեր տված հարցին։ Մենք չենք կարող կտրուկ գործողություն անենք, որովհետև այո, մեր ոտքերը գտնվելու են Փաշինյանի դրած ականի վրա, որը նշանակում է, որ դու պետք է սկզբից ականազերծում կատարես։ Ականազերծումը բարդ, դանդաղ,
գործողությունն է, որտեղ ամեն ազգուշքար կարող է այդ պայթունին բերի, դու պետք է աշճանաբար այդ ականի մեջի, այսպես ասած, մեխանիզմը հերեսավոր մեխանիզմը կարողանաս անջատես, դա երկար ժամանակ է, չգիտեմ, կինոներ տեսել եք ոնց են ականազերծում անում, հատուկ ասենք սառը նյութ են բերում, ազոտ են բերում, սառացնում են, բան են անում եւ այլն, որովհետեւ այդ մեջի այդ բաները զսպանակները չաշխատեն։ Ականազերծումը պետք է անել պատկերավոր ասած, աստիճանաբար հետեւողական քայլերով պետք է դուրս գալ բոլոր այն ստորացուցիչ, ստրկացուցիչ պարտավորություններից, որոնք Փաշինյանը իր վրա ստանձնել է։ Եվ դա ժամանակ է պահանջելու, եւ դա պահանջելու է հաշվի նկատություն, դա պահանջելու է նաեւ արտաքին քաղաքական, աշխարհական իրավիճակի լավ տիրապետում, որ դու հասկանաս, որ պահին ինչ ես անում, որովհետեւ դու կարողանաս նույնպես եմ ասում, մի կողմից դուրս գաս այս ստորացուցիչ կապանքներից, մյուս կողմից դուրս գալու պահին մեղմ ասած գլուխը չկորցնես, հա, չբերես նրան, որ քո վրա կրակի։ Ես կարծում եմ, որ դա հնարավոր է, եւ ոչ միայն հնարավոր է, բացարձակ անհրաժեշտ է, որովհետեւ այլապես մենք հայտնվել ենք մի շավղի մեջ, որը տանում է մեզ դեպի վերջնական կործանում։ Որովհետեւ դա բերում է նրան, որ քո պետության անկախությունը եւ ինքնիշխանությունը քայլ առ քայլ կորցնում ես։ Քայլ առ քայլ, որովհետեւ զիջումների ճանապարհը բերում է վերջինը, որ դու էլ զիջելու բան չես ունենում։ Զիջելու բան չես ունենում, որովհետեւ այլապես պետք է հստակ հասկանալ, որտեղ է այն կարմիր գիծը, որից հետո զիջումները դադարում են։ Նույնիսկ Փաշինյանը ինքը մի անգամ անկեղծություն ունեցել ասել, որ ես Ալիևի չեմ հասկանում, որտեղ է կարմիր գիծը անցնում։ Մինչև ինչ զիջում ես պետք է անեմ, որպեսզի ինքը կանգնի։ Իսկ ինքը չի կանգնելու, որովհետև շատ պարզ պատճառ, որովհետև ցանկացած զիջում ես թույլատնում է, իսկ ինչքան ավելի թույլ ես, այնքան ավելի շատ կարելի է պահանջել։ Պետք է ինչ-որտեղ կարողանաս կանգնես, այո, մենք պետք է կարողանանք կանգնենք ու շատ, այո, տաժանակիր process է լինելու այս փոսից, որի մեջ մեզ վերգցել է Փաշինյանը, այս փոսից դուրս գալը, բայց այլապես եթե մենք չկանգնենք, այս փոսով շարունակելու են գնալ դեպի անդունդ։ Այսքան խաղաղության համաձայնագիրը պետք է չեղարկվի, որովհետև ըստ էության այդ համաձայնագրի շուրջ են Ալիևյան պահանջները։ Չպետք է չեղարկվի, պետք է բանակցվի, պետք է բանակցվի։ Խաղաղության պայմանագիրը պետք է շարունակի բանակցել։ Ալիևի իր պահանջներն է դնում, օրինակ ասում է, սա ձեր համնատությունը փոխեք։ Դու պետք է գնաս քո պահանջները դնես, ասես, որ այս խաղաղության պայմանագիրը օրինակ այս ու այս կարևորագույն հարցերը չի արտացոլում եւ այլն, այսինքն ընդհակառակը դու չպետք է ոչ մի կտրուկ գործողություն անես, առիթ չտաս իրանց նոր ագրեսիայի։ Այսինքն ժամանակ շահելու մասին է խոսքը։ Ժամանակ շահելու, բայց հարցը նաեւ ինչի համար, ուժեղանալու համար։ Ժամանակ պետք է շահել ուժեղանալու։ Ալիևը կսպասի այդ։ Այստեղ մի հատ լավ նորություն կա։ Այո, Ալիևը կսպասի դեպ եւ այդ լավ նորության մասին եմ ուզում ասել։ Անցած տարի Ադրբեջանում տնտեսական աճը կազմել է ընդամենը 1%։ Եվ եթե մենք վերցնում ենք վերջի 10 տարիների վիճակագրությունը, զարմանալի արդյունք ունենք, քանի որ Ադրբեջանում տնտեսական աճ չկա, իսկ նավթի գները աստիճանաբար ընկնում են ամբողջ աշխարհով։ Ադրբեջանում տնտեսությունը պրակտիկորեն հայտնվել է խորը ճգնաժամի մեջ։ Այն դեպքում, երբ որ Հայաստանում թեև շատ տենց տպավորիչ չի տնտեսական աճը, բայց մենք տեսնում ենք մեր աչքի առաջ բոլոր դեպքերում որոշակի տնտեսական աճ կա։ Արտաքին գործոնների շնորհիվ։ Հա, այո, արտաքին գործոնների շնորհիվ, բայց այդ տնտեսական աճը կա։ Դա բերել է նրան, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև տնտեսական այն վիհը, որ մենք ունենք 10-15 տարի առաջ, աշճանաբար կրճատվում է։ Աշճանաբար կրճատվում է մեր գնահատականներով, եթե մենք կարողանանք, այսպես ասած, տնտեսական զարգացման տեմպը պահել եւ արագացնել, մոտարապես 15-ից 20 տարի հետո Հայաստանը կունենա համախառն ներքին ավելի մեծ արդյունք, քան Ադրբեջանը։ Ես ձեզ շատ անսովոր բան եմ ասում։ Մենք 20 տարվա ընթացքում տնտեսապես կարող ենք գերազանցել Ադրբեջանին, որը նշանակում է, որ մենք կարող ենք ունենալ շատ ավելի մեծ ռեսուրսներ, մասնապես օրինակ ռազմական շինարարության համար, պաշտպանական կարողությունների մեծացնելու համար, այսինքն մենք կարող ենք հասնել այն կետին, երբ որ Ադրբեջանը չի կարող այլևս մեր սպառնալ։ Չի կարող ուղղակի, որովհետև չի ունենալու այն ռազմական ուժը, որը իրան հնարավորություն տա այդ սպառնալիքները իրականություն դարձնել։ Մեզ պետք է հետևողականորեն գնալ նրան, որ Ադրբեջանի ախորժակը կարողանանք փակենք։ Եվ դրա համար է պետք ժամանակ շահել։ Այո, հիմա պետք է ժամանակ շահել, աստիճանաբար ուժեղանալ, որպեսզի իր ախորժակը փակենք, որպեսզի ինքը չկարողանա գա մեզ այս ընդհանրապես ինչ-որ բան պահանջի։ Իսկ դու ով ես որ պահանջում ես։ Այդ պահանջից հետո ինչ ուժը։ Ինչի է ինքը հիմա պահանջում։ Որտեղ Փաշինյանը իրան հնարավորություն է տվել պատերազմը հաղթել, այն պատերազմը, որ ինքը չպետք է հաղթեր։ Հնարավորություն է իրան տրվել պատերազմը հաղթել։ Մենք հայտնվել ենք թուլության դիրքերում, անընդհատ մեր նկատմամբ պահանջները բազմապատկվում են։ Միակ ձևը այդ պահանջները հրաժարվելու, չեզոքացնելու, այդ ուժի, այսպես ասած, այդ թուլության դիրքերից դուրս գալն է։
Իսկ դա քանի որ ես ասացի, որ մի օրվա մեջ չի տեղի ունենալու, ժամանակ է պահանջելու։ Այո, պահանջելու է ժամանակ շահել, բայց դա հնարավոր է։ Եվ վերջին հարցը, պարոն Չալաբյան, կարող եք մեկ նախադասությամբ պատասխանել։ Հավատում եք, որ ընտրություններով այս իշխանություններին հնարավոր է հեռացնել։ Հիմա ասեք, որ չհավատանք, չէինք մասնակցել։ Սա եւս հետաքրքիր հարց է, տեսեք, շատերն են ասում, որ այս իշխանությունները մահու կենաց կռիվ են մղում սեփական ժողովրդի դեմ եւ ամեն ինչ անելու են, որպեսզի փորձեն վերարտադրել։ Այսօր ես որ ձեզ մոտ գալիս էի, տեսա այս իշխանության արբանյակներից մեկը Արամ Զավենի Սարգսյանը արդեն խոսում է նրա մասին, որ մեր ձևովին պետք է արգելել ընտրություններին մասնակցել եւ այլն, հա։ Գիտեք ինչպես է։ Տեսեք, ընտրություններով այս իշխանություններին հեռացնել հեշտ չի լինելու։ Հեշտ չի լինելու, բայց այս իշխանությունները պետք է գիտակցեն, որ եթե իրանք ընտրություններով չհեռանան, տեղի չտալով հանրային պահանջին, հա, մի բան է, եթե իրանք արդար գնան ընտրությունների, արդար ընտրություններ շահեն։ Դա մի բան է։ Ի վերջո օրինակ 21 թվականին դա տեղի ունեցավ եւ թեև դրանից հետո հանրային դժգոհությունը պարբերաբար մեծ ալիքներով գալիս էր, բայց բոլոր դեպքերում այնուամենայնիվ կար են գիտակցությունը, որ իշխանությունը ընտրություններով է վերարտադրվել։ Բայց հիմա եթե իշխանությունը ոչ թե ընտրություններով վերարտադրվի, այլ պարտադրի իր ներկայությունը մեզ, պետք է հասկանալ, որ դրանով ինքը իրան օրենքից դուրս է դնելու։ Մարդիկ միջևեր չեն գիտակցում դա, որ եթե իշխանությունը կորցնում է լեգիտիմությունը, եթե իր հետևը կանգնած չի ընտրողը, կանգնած չի քաղաքացին, կանգնած չի հանրային կարծիքը, այդ իշխանությունը շատ արագ իշխանազրկվում է։ Մեր պատմության մեջ դա տեղի է ունեցել, մենք տեսել ենք ոնց ա եղել, օրինակ 96 թվականին, երբ որ հանրային գիտակցության մեջ Տեր-Պետրոսյանը չէր հաղթել, բայց փորձեցին, այսպես ասած, ուժի զորով այդ իշխանությունը պահեն, հա, եւ տարածորեն մի տարուց մի քիչ ավել տևեց, ինքը իր ձեռով եկավ հրաժարականը ստորագրեց գնաց, տեսել ենք դա։ Ես կարծում եմ, որ պետք չի այդ իմաստով պատրանքներ ունենալ։ Այո, այս իշխանությունը կարող է փորձի չհանձնվել, բայց այն իշխանությունը, որը կորցնում է հանրային իշխանությունը, աջակցությունը, դրանից հետո երկար չի կարողանալու դիմանալ, ես դրանում բացարձակ համոզված եմ։ Օրինական ճանապարհով բացառում եք, որ կարող են հաղթել։ Օրինակ մարդիկ գնան քվեները տան։ Ես օրինական տեսեք, այս պահի դրությամբ, տեսնելով այն ինչ որ կա, հանրային տրամադրությունները, տեսնելով հանրային կարծիքը, տեսնելով սոցիոլոգիական հարցումները, ես չեմ կարծում, որ նրանք օրինական ճանապարհով կարող են հաղթել։ Բայց նաև հիշում եմ հետևյալը, որ օրինակ 23 թվականի Երևանի ընտրություններում իրանք թե ընդամենը 32% ձայն էին հավաքել, բայց կարողացան երկու այլ խմբակցությունների պարզապես գնեն ըստ էության։ Կարողացան գնան, մեկին պաշտոններով, մյուսին հենց չգիտեմ ինչով, ինչ են դիմացը տվել, մինչև հիմա էլ դա բաննաց, ոնց որ հիշում եմ, ինչ որ մեկին բանտից էին ազատել, բան եւ այլն, հա, ինչ գործարք էին արել։ Ես չեմ կարծում, որ իրանք կարող են հաղթել, բայց ես չեմ բացառում այդ գործարքների հնարավորությունը, ուստի նաև մեր ընտրողներն ուզում եմ արդից օգտվելով կոչ անել։ Ձեր ձայնը տվեք այն ուժերին, որոնք ձեր ձայնը չեն վաճառելու, որոնք այս ամբողջ ընթացքում ցույց են տվել, որ իրանք հետևողականորեն պայքարում են այս ազգակործան հակազգային իշխանության դեմ։ Տվեք այդ ուժերին, մասնապես մեր ուժին, որովհետև մեր հետ կապված դուք կարող եք համոզված լինեք։ Ձեր տված ամեն մի ձայնը մենք օգտագործելու ենք իսպաստ ձեզ, ի նպաստ մեր երկրի, ձեր ձայները չեն վաճառվելու։ Իսկ նրանք, ովքեր այսպես ասած գործարք անողներ են, կոմերսանտներ են, հա, ձայն վաճառում, նրանց ձեր ձայնը մի տվեք։ Շնորհակալ եմ, պարոն Չալաբյան, կարծում եմ հնարավորինս խոսեցինք, ինչը որ կարևոր էր, առանցքային էր։ Շնորհակալ ենք մեր հայրենակիցներին, ովքեր հետևում էին մեր եթերին։ Երկրորդ կարծիքի տաղավարում այսօր զրուցում էի Հայ ԱԿՎ միավորման նախագահ, համակարգող Ավետիք Չալաբյանի հետ։ Ստեսություն։ Ստեսություն։